Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ։ Այսօր մենք Արցախյան հակամարտության օրինակով զրուցելու ենք քաղաքագիտության, քաղաքական գործընթացների վրա ունեցած ազդեցությունների մասին։ Մեր հյուրն է քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Տիգրան Թորոսյանը։ Բարև ձեզ, պարոն Թորոսյան։ Բարի օր։ Շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Ես էլ եմ շնորհակալ հրավերի համար։ Պարոն Թորոսյան, մեր զրույցը ուզում եմ սկսել ընդհանուր բնույթի հարցով։ Կան հասարակական քաղաքական գործընթացներ եւ դրանք ուսումնասիրող գիտություններ։ Դրանցից հիմնականներն են քաղաքագիտությունը, իրավագիտությունը, տնտեսագիտությունը եւ սոցիոլոգիան։ Որքանով է այսօր քաղաքագիտության տրամադրած գիտական գիտելիքը հետագայում դառնում նոր իրականություն ստեղծելու կամ սոցիալական իրականությունը կառուցելու գործիք։ Վստահ եմ, որ շատ ու շատ երկրներում դա հենց այդպես է եւ եթե անգամ դրա մասին չեն խոսում, դա դեռ չի նշանակում, որ ազդեցությունը փոքր է, բայց կա մի հանգամանք, որը պիտի հաշվի առնենք։ Խոսքը հետխորհրդային երկրների մասին է։ Այս երկրների համար խոսել հասարակական գիտությունների մասին մինչ խորհրդային միության փլուզումը անիմաստ է, որովհետև բացի մի քանի այս ոլորտի մի քանի գիտություններից, հնագիտություն եւ այլն, իրականում հասարակական գիտություններ գոյություն չունեին, ճիշտ հակառակը պատժվում էին օրինակ փորձերը այլ գաղափարների, այլ գաղափարախոսությունների, այլ գործընթացների, այլ քաղաքական զարգացումների եւ երևույթների մասին գիտելիք ստանալու փորձեր անողների հետ կապված պատիժներ կային։ Անկամ եթե ձեր ձեռքին հանկարծ ինչ-որ մեկը տեսներ որևէ գիրք, որը դուրս է կոմունիստական գաղափարախոսության շրջանակներից, իսկ այդ գաղափարախոսությունը ասում էր, որ կա ընդամենը մեկ գաղափարախոսություն, ճիշտ, դա կոմունիստականն է, կա մեկ կուսակցություն, դա կոմունիստականն է եւ մնացած ամեն ինչ վտանգավոր եւ վնասակար է թե երկրի համար, թե մարդկանց համար ընդհանրապես։ Եվ այս պարագայում ցավոք սրտի չենք կարող խոսել բնական զարգացումների մասին։ Ճիշտ հակառակը պիտի ասենք, որ ոչ միայն զրոյական կետից սկսվեց այն ամենը, ինչի շարունակությունն են այսօրվա գործընթացները, այլև որ մարդիկ հայտնվեցին մի իրավիճակում, երբ ոչինչ չգիտեին այն ամենի մասին, ինչ իրենց սպասում է ապագայում։ Կարող էին խոսել անգամ ժողովրդավարության մասին, քաղաքական գործընթացների մասին, կամ կուսակցությունների մասին անգամ, բայց որևէ պատկերացում չունեին մարդիկ։ Պատահական չէ, որ Ռուսաստանի նախկին վարչապետներից մեկը ասում էր, ամեն անգամ ուզում ենք նոր կուսակցություն ստեղծել, բայց ստացվում է միշտ կոմունիստական կուսակցություն, որովհետև մարդկանց իմացածը, փորձը դա էր, նոր գիտելիքի հիմք չկար, գրքեր չկային, հանդեսներ չկային եւ այլն, սա է իրականությունը, բայց ակնհայտ է, որ այսօր խոսել իրական քաղաքական զարգացումների մասին ու չտեսնել, որ դրա հիմքում իսկապես գիտությունն է, դա բոլորովին չի կարող նորմալ ընկալվել որևէ իրական զարգացում ունեցած հասարակություն։ Դուք երկար տարիներ հետազոտել եք Արցախյան հակամարտությունը եւ ձեր հետազոտությունները ամրագրված են մի շարք հոդվածներում եւ մենագրություններում։ Ասացեք, խնդրեմ, որոնք են այդ ոլորտում ձեր կատարած հիմնական աշխատանքները եւ ինչ խնդիրներ են դրանք առաջ քաշում։ Բնականաբար խնդիրը մեզ համար հիմնարար նշանակություն ունի։ Մի բան պիտի ասեմ, որ ցավոք սրտի օրինակ գրեթե նույնքան կենսական նշանակություն ունեցող ցեղասպանություն խնդիրը այդպես էլ լրջորեն չուսումնասիրվեց։ Կարող է տարօրինակ թվալ, բայց այնուամենայնիվ դա փաստ է։ Կարող ենք որևէ հիմնարար ենթադրենք մենագրություն, հոդվածների շարք մատնանշել հայոց ցեղասպանության հետ կապված։ Ընդ որում խոսքը ոչ թե հուզական հարթությունում ձևավորված գրականության մասին է, այլ մասնագիտական գրականության։ Ահա, հիմա մեզ համար ըստ էության Լեռնային Ղարաբաղի խնդիրը
նույնքան կենսական նշանակություն ուներ եւ այսօր էլ ունի, որքան հայոց պետության ձևավորումը։ Եվ անցած ժամանակահատվածում, այս 30-ից ավելի տարիների ընթացքում 37 տարի է արդեն, ինչ մեր իրականության անբաժանելի մասն է Լեռնային Ղարաբաղի խնդիրը, անգամ անկախ այն բանից, թե ոմանք տարբեր հարթություններում, տարբեր ոլորտներում ասում են, որ այդ խնդիրը վաղուց վերջացել է, փակվել է։ Ահա, հիմա առաջին խնդիրը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն էր, բնականաբար, որովհետև Ադրբեջանի կազմում հայտնվելը Լեռնային Ղարաբաղի ապօրինի գործընթաց էր, բայց իդեպ շատ էր հիշեցնում այն, ինչ հիմա է տեղի ունենում այս վերջին տարիներին։ Եվ շատ փաստեր կան, որոնք ցույց են տալիս, որ զուգահեռներ կան, որ մենք մեր պատմությունը այդպես էլ լիովին չկարողացանք ընկալել եւ դասեր առնել։ Իդեպ ասեմ, որ ինչքան էլ տարօրինակ է, մոտ 100 տարի առաջ Լեռնային Ղարաբաղը հայտնվեց Ադրբեջանի կազմում նաև հայ բոլշևիկների ջանքերով։ 21 թվականին, երբ որոշվում էր Լեռնային Ղարաբաղի տեղը Հայաստանի կազմում, թե Ադրբեջանի, առաջին որոշումը ընդունվեց, որ պիտի լինի Հայաստանի կազմում։ Հետո բողոքարկեցին երկուսը, անգամ այդ մարդիկ կարծում եմ արժանի չեն, որ իրենց ազգանունները հնչեցվեն, որոնցից մեկը հայ էր։ Դժբախտաբար նույն բանը տեղի ունենում նաև այսօր։ Սա այսպես։ Հիմա, բայց Լեռնային Ղարաբաղը չէր համակերպվել, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը չէր համակերպվել այդ փաստի հետ։ Եվ պարբերաբար փորձեր էին արվում դիմել Խորհրդային Միության ղեկավարությանը, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը, այն ժամանակ այդպիսի կարգավիճակ ուներ, տեղափոխելու Հայաստանի Հանրապետության կազմ։ Վերջինը կարելի ասել 88 թվականին էր, եւ ահա պետք էր հասկանալ, ինչի հիման վրա մենք կարող ենք այդ իղձը եւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության ժողովրդի իրականություն դարձնել, որովհետեւ Հայաստանը ոչ Ռուսաստանն է, ոչ Միացյալ Նահանգներն է, ոչ այլ նման ազդեցիկ պետություն, որ մի քիչ կոպիտ ասած, ասեր, որ լավ եմ անում, այդպես եմ անում, Հայաստանը պիտի կարողանար ժամանակակից գործիքներով հասնել այդ խնդրի լուծմանը։ Ուրեմն պետք էր ուսումնասիրել, ինչ նման գործընթացներ գոյություն ունեն աշխարհում, ինչպիսի հաջողություններ են արձանագրվել, ինչն է եղել անհաջողությունների պատճառը եւ փորձել այդ ամենը օգտագործել խնդիրը լուծելու համար։ Ցավոք սրտի հասարակական գիտություններում լուրջ ուսումնասիրությունների պակասը, մեղմ ասած, հնարավորություն չէր տվել, որ սկզբնական շրջանում այդ ուղղությամբ շատ հիմնավոր ուսումնասիրություններ արվեին եւ երբ 2004 թվականին պարզ դարձավ, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում պետք է ընդունվի զեկույց եւ բանաձև Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ, ես փորձեցի պարզել, թե այն ժամանակ ես պատվիրակության ղեկավարն էի, փորձեցի պարզել, թե ինչ համապատասխան գրականություն է կուտակվել, որովհետև արդեն 88-ից 2004 դա բավական մեծ ժամանակահատված է։ Ցավոք սրտի պարզվեց, որ գրեթե բան չկա։ Եթե չկա, ուրեմն ընդամենը մեկ ճանապարհ կա առաջ գնալու, պետք է ստեղծել։ Կարող եք այդ ժամանակներում տպագրված տարբեր գրքեր, հոդվածներ օրինակ բերել, բայց կտեսնեք, երբ կարդում եք, կտեսնեք, որ ցավոք սրտի այդ ամենը արվում էր
կարելի ասել այն նպատակով ճակերտավոր, որ ուզում էինք ինքներս մեզ համոզել, որ ամեն ինչ այնպես է, ինչպես մենք պատկերացում ունենք այդ ամեն ինչի մասին։ Իրականում լուրջ աշխատանք էր պետք դրսի հետ կապված։ Սա մի կողմից։ Եվ ուրեմն խնդիր առաջացավ, որ քանի որ դեռևս 48 թվականին, երբ ՄԱԿ-ը ստեղծվեց, աստիճանաբար սկսեց ձևավորվել այն միջազգային իրավունքը, որը մինչ այսօր գործում է, ուրեմն պետք էր փորձել հասկանալ այդ միջազգային իրավունքը ինչ է ասում նման դեպքերի մասին, ինչպես կարելի է այս խնդիրները լուծել։ Եվ հենց այս առիթով իմ հաջորդ հարցն, պարոն Թորոսյան, 2008 թվականին հրատարակվել է ձեր կողմից հեղինակած Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը միջազգային իրավունքի շրջանակներում վերտառությամբ մենագրությունը։ Ինչպես էր պատկերանում Արցախյան հակամարտության կարգավորումը միջազգային իրավունքի տեսանկյունից այս մենագրության մեջ։ Զարմանալի մի բան կարող եմ ասել, թե երբ ասացի, որ 2004-ից սկսվեցին աշխատանքները այդ ուղղությամբ, բայց նաև ասեմ, որ սկզբունքորեն ես ամբողջ կյանքում պոլիտեխնիկական ինստիտուտը ավարտելուց հետո զբաղվել եմ գիտությամբ, ճիշտ է դա բոլորովին այլ ոլորտ էր, դա համակարգիչներին վերաբերող ոլորտ էր, բայց այնուամենայնիվ, այսինքն, չգիտեմ, ինձ համար գոնե գիտությամբ զբաղվելը անբաժան էր իմ այլ ոլորտներում ունեցած գործունեությունից։ Հիմա եւ որպես հիմք ունենալով բնական գիտություններում կատարված աշխատանքները, փորձեցի այս խնդրով զբաղվել եւ ի վերջո 2008 թվականին հրատարակվեց այդ մենագրությունը եւ զարմանալի բան կար։ Ես նկատեցի, որ իսկապես անհավատալի է այն ճանապարհը, որ մենք անցել էինք 88 թվականից մինչև 2004 թվականը, լիովին համապատասխանում էր միջազգային իրավունքի շրջանակներին։ Ցավոք սրտի Հայաստանում միջազգային իրավունքով զբաղվող մասնագետներ այն ժամանակ չկային, բայց ինչպես էր այդպես պատահել։ Երևի պատճառն այն էր, որ իսկապես դա բացարձակ արդար ու ճշգրիտ դեպք էր եւ այն ինչ արվում էր սրտով եւ մտքով պիտի տար ճիշտ արդյունք։ Ճիշտ է 2004 թվականին դեռևս չկար Մադրիդյան սկզբունքները, այն բանակցային փաստաթուղթը, որի հիման վրա 2007-ից հետո բանակցությունները շարունակվեցին։ Բայց այնուամենայնիվ կային դրա նախադրյալները, այդ նույն Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում դեռևս 2005 թվականին ընդունվեց բանաձև, որտեղ արձանագրվում էր, որ տարածաշրջանը, այսինքն Լեռնային Ղարաբաղը, կարող է անջատվել մետրոպոլիայից, այսինքն Ադրբեջանից, այդ տարածաշրջանի, այսինքն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքի ազատ արտահայտման հիման վրա։ Ընդ որում միջազգային իրավունքը արձանագրում է, որ այդ կամքի իրացումը կարող է ունենալ 4 տարբերակ։ Մեկը անկախ պետության ձևավորում անջատվելուց հետո, մյուսը անջատվելուց հետո միանալ մեկ այլ անկախ պետության, երրորդը ասոցիացված հարաբերություններ ստեղծել այլ անկախ պետության հետ, սա իհարկե քիչ կիրառելի է, ընդամենը 2-3 դեպք է եղել ամբողջ պատմության ընթացքում, եւ չորրորդը ցանկացած այլ կարգավիճակ, որ այդ ժողովուրդը ինքը իր համար կորոշի իր կամքի ազատ արտահայտմամբ։ Ինչպես տեսնում ենք, այստեղ միակ որոշողը ժողովրդի ճակատագիրը այդ ժողովուրդն է։ Ուրիշ որևէ մեկը, անգամ ազդեցիկ երկրները, անգամ Հայաստանը ըստ միջազգային իրավունքի իրավունք չունեն որոշելու Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը կամ կարգավիճակը։ Դա կարող է հիմա մի քիչ տարօրինակ թվալ, որովհետև դժբախտաբար փորձեր են արվում որոշելու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը եւ ցավոք սրտի
անգամ ամեն ինչ հասավ այնտեղ, որ ցեղասպանության փորձ կատարվեց եւ ամբողջ բնակչությունը Լեռնային Ղարաբաղի դուրս մղվեց Լեռնային Ղարաբաղից։ Ուրեմն հաջողվեց ցույց տալ ոչ միայն այդ գրքով, նաև բազմաթիվ հոդվածներով, որոնք ոչ միայն Հայաստանում են տպագրվել, որ Լեռնային Ղարաբաղի դեպքը լիովին համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին, ավելին միջազգային իրավունքի գլխավոր փաստաթղթերը սկսած ՄԱԿ-ի կանոնադրությունից արձանագրում են, որ ինքնորոշումը ունի հիմնարար նշանակություն եւ մնացած բոլոր հարաբերությունները պետք է կառուցվի ինքնորոշման իրավունքի հարգման եւ իրացման հիման վրա։ Սա առաջին հոդվածի ենթակետերից մեկն է ՄԱԿ-ի կանոնադրության։ Հետագայում արդեն ամեն ինչ ավելի մանրամասնվում է, որ ժողովուրդը ինքնուրույն կարող է որոշել իր քաղաքական կարգավիճակը։ Դա էլ հաջորդ փաստաթուղթն է քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների մասին հռչակագրով սահմանված։ Արդեն 70 թվականին ընդունվեց մի հռչակագիր, մի քիչ երկար վերնագիր ունի, թերևս չբերեմ այդ վերնագիրը, ցանկացողները բնականաբար կամ արդեն գիտեն կամ հեշտությամբ կարող են գտնել, այդ հռչակագիրը սահմանում էր այն 7 հիմնական սկզբունքները, որոնց հիման վրա պիտի իրականացնեն իրենց գործունեությունը ՄԱԿ-ի անդամ պետությունները, սահմանում էր նաև ժողովուրդների իրավունքները, այդ թվում նաև ինքնորոշման իրավունքը։ Եվ այդ փաստաթուղթը արձանագրում էր, որ ինքնորոշման իրավունքը ունի բարձրագույն իրավական նորմի կարգավիճակ, այսինքն որևէ բան չի կարող սրան հակասել եւ սա անվերապահորեն պիտի հարգվի բոլոր պետությունների կողմից, անդամ պետությունների։ Իհարկե ցավոք սրտի այդպես չի եւ ամենացավալին է, որ այդ կանոնադրությունը մշակած ամենաազդեցիկ երկրները, որոնք հետագայում դարձան ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամներ, այդ երկրներն են առաջին հերթին խախտում ՄԱԿ-ի կանոնադրությունը եւ մնացած փաստաթղթերը։ Բայց մի բանի վրա պիտի նաեւ ուշադրություն հրավիրեմ, մի թյուրիմացություն, որը մեր հասարակության մեջ հաճախ տիրապետող է։ Մարդիկ ասում են, բա եթե այդ միջազգային իրավունքը այդքան հստակ ամեն ինչ ձևակերպում է, բա ինչի կյանքում դա հեշտությամբ իրականություն չի դառնում, որովհետև ցանկացած քիչ թե շատ կարևոր երևույթ ունի բազմաթիվ բաղադրիչներ, այդ թվում եւ ու հիմնականները քաղաքական եւ իրավական։ Այսինքն մենք պիտի հաշվի առնենք, որ իրավականը մեզ հնարավորություն է տալիս լիարժեքորեն հիմնավորելու մեր պահանջները, մեր ցկտումները, մեր ցանկությունները, բայց դա պիտի զուգակցվի քաղաքականով, մասնավորապես դիվանագիտական աշխատանքով եւ այլն։ Եվ միայն այս երկուսում լիարժեք աշխատանքով հնարավոր է հասնել այն բանին, որ միջազգային իրավունքում սահմանված իրավունքները իրացվեն։ Եվ եւս մեկ բան, որ հակամարտությունների կարգավորումը ցավոք սրտի այնպիսի բարդ խնդիր է միջազգային իրավունքի, միջազգային հարաբերությունների ամենաբարդ խնդիրներից մեկը, որ դրա համար պահանջվում են տասնյակ տարիներ։ Սա եւս ոմանք երբեմն ասում են, բա ինչի այսինչ ժամանակում չի լուծվել, այնինչ ժամանակում չի լուծվել։ Նման պարզունակ հարցադրումները անտեղի են, որովհետև պետք է հաշվի առնել այն իրավիճակները, այն գործընթացները, որոնք կային, եւ միայն շարունակական, հետևողական, ամենօրյա բարդ, ծանր աշխատանքով կարելի է քայլ առ քայլ գնալ դեպի խնդրի լուծում։ Բայց որ այդ խնդրի լուծումը հստակ սահմանված է, որ այդ խնդիրները ունեն նաև լուծումներ միջազգային հարաբերություններում, սա ակնհայտ է։ Դժբախտաբար ժամանակին, այսօր էլ շատերը չի որ դրա մասին գիտեն, բայց ժամանակին շատերին թվում էր, թե մենք ենք ու այս մեր խնդիրը։ Մենք ենք մեր սարը ֆիլմը կա, չէ, ասում են մենք ենք ու Ամերիկան գլխավորը, մի քիչ էլ Ավստրիան։ Հիմա
Էդ էր պատկերացումը, բայց չարժի մարդկանց մեղադրել, որովհետև ինչպես ասացի, խորհրդային շրջանում այդ ամենը իմանալ, սովորել միջազգային իրավունքի հետ կապված եւ այլն եւ մնացած բազմաթիվ հարցերի հնարավոր չէր, ամեն ինչ փակ էր, բայց մենք նաեւ պիտի ընկալեինք, որ իսկապես մենք կտրված ենք եղել այդ ամենից եւ արագորեն պիտի յուրացնեինք դա։ Այստեղ մենք խնդիր ունենք։ Արդեն անցել է, եթե 88 թվականից հաշվենք, 37 տարի ժամանակ։ Բայց ցավոք սրտի գրագիտությունը այս խնդրի հետ կապված նկատի ունեմ ոչ թե պարզ սովորական տառաճանաչությունը, այլ գիտության վրա հիմնված գիտելիքներ ունենալը խնդիր էր, այսօր շատ ավելի մեծ խնդիր է։ Պարոն Թորոսյան, ստեղծված նոր իրավիճակում, ըստ ձեզ, որքանով են այսօր արտիական արցախյան խնդրի հետ կապված գիտական հետազոտությունները, ինչ կարող է այսօր մեզ տալ գիտությունը։ Նախ մենք պիտի տանք գիտությանը, այսինքն պիտի տանք հոդվածներ, մենագրություններ, ընդ որում դրանք առաջին հերթին պիտի տպագրվեն արտասահմանում։ Կա գիտությունը չի կարելի բաժանել հայաստանյան, չգիտեմ, վրացական, թուրքական, ամերիկյան, աշխարհում կա ընդամենը մեկ գիտություն, եւ այնտեղ մենք տեղ պիտի ունենանք, եւ այս հարթությունում մենք պիտի մեր խնդիրը, մեր լուծումները, մեր առաջարկությունները ներկայացնենք։ Դժբախտաբար երկար տարիներ դա արել են հատուկենտ մարդիկ միայն։ Այդ եղել է անձնական նախաձեռնություն։ Ցավոք սրտի մոտ 4 տասնամյակ ունենալով խնդիրը, մենք չունեցանք ինստիտուցիոնալացված լուծում, այսինքն չունեցանք մասնագետների մի խումբ, իսկ 80-ական թվականներից, եթե ոչ ավելի շուտ, նույն անգամ բանակցությունները արվում են հետևում թիկունքում ունենալով մասնագետների լուրջ խումբ, որը շարունակաբար աշխատում է։ Սա կարևոր հանգամանք է։ Ճիշտ հակառակը, ամեն մեկին թվում է, թե ինքը ամեն ինչ գիտի Ղարաբաղյան խնդրի մասին։ Բայց մի ուրիշ հանգամանք կա, որը չենք կարող հաշվի չառնել։ Գիտությունը առանցին չի կարող զարգանալ։ Գիտությունը եւ կրթությունը փող կապակցված են եւ փող լրացնող են։ Անկամ որակյալ կրթություն առանց որակյալ գիտության հնարավոր չէ իրականացնել։ Կրթությունը վաղուց արդեն այն չէ, որ մեկը ինչ որ մի գիրք գտնի մի տեղից, կարդա գա պատմի լավ կամ վատ ուսանողներն էլ դա սովորեն, հետո կան դասախոսին, չէ, սա բոլորովին այլ բան է։ Ուսանողը արդեն ուսանողական նստարանից պիտի գիտության հետ շփում ունենա, պիտի գիտությամբ զբաղվող մարդիկ իրենց գիտելիք տան այն գործիքները, որով ինքը վաղը մյուս օրը որպես գիտնական պիտի զբաղվի այդ խնդիրներով։ Սրանք հիմնարար խնդիրներ են, որոնք ոչ միայն Արցախյան խնդրի հետ կապված։ Կան այսօր շտեմարաններ, գիտական հանդեսների շտեմարաններ։ Եթե մենք այնտեղ փորձենք օրինակ հասարակական գիտությունների մեջ հայկական հանդես գտնել, չի հաջողվի, դժբախտաբար։ Անգամ Թուրքիան այնտեղ ունի, օրինակ մեր մասնագիտությամբ, քաղաքագիտությամբ ունի մի շարք հանդեսներ։ Էլ չեմ ասում այլ երկրների մասին։ Տեսեք, երկու ուղղություն կա, որ վերաբերում է քաղաքագիտությանը, մեկում կա 1600 հանդես, մյուսում կա մոտավորապես 500 հանդես, 2100 հանդես։ Սրանցից ոչ մեկը Հայաստանի հետ կապ չունի, այսինքն հայաստանյան ծնունդ չէ։ Հրապարակումները բացեք այդ հանդեսներում, հատուկ են հայերեն հրապարակում։ Մի 2010 թվականին մի հանդես կար, կոչվում է միջազգային բանակցություններ, հոլանդական հանդես է, այնտեղ մի համարը նվիրված էր Լեռնային Ղարաբաղի խնդրին, 3 ադրբեջանցի, 3 հայ։ Ադրբեջանցիներից բոլորը Ադրբեջանում էին ապրում, հայերից ոչ մեկը Հայաստանում չէր ապրում, մեկը ասպիրանտ էր Քեմբրիջի համալսարանում, Հայաստանից գնացած, երկուսը կապ ունեին Միացյալ Նահանգների հետ, մեկը Հայաստանից գնացած էր, որ այնտեղ էր ապրում, մյուսն էլ ցեղասպանության վերապրածների սերունդներից էր։ Հիմա
երբ կարդում եք այդ հոդվածները, ընդ որում Հայաստանում ոչ մեկը տեղյակ չէր այս հանդեսից, արդեն մեկ համար ամբողջությամբ Արցախին էր նվիրված, մարդիկ տեղյակ չէին, ասում ես, գիտես, այսպիսի բան կա, վայ, այդ ոնց կա, Արցախյան պատերազմի մասին մեկը մի գիրք էր հրատարակել, դրսում, ոչ հայ, պարզվեց, մի քանի օրինակ ձեռք բերեցինք, ում հետ խոսում էիր, որևէ մեկը տեղյակ չի, ոչ այդ մարդու մասին, ոչ այդ գրքի մասին։ Բա այս պայմաններում ինչպես է հնարավոր հաջողության հասնել։ Չնայած ասեմ, որ այնուամենայնիվ մենք գնում էինք ճիշտ ճանապարհով։ 2007 թվականից հետո, ինչպես ասացի, արդեն բանակցային փաստաթուղթը ինքնորոշման իրավունքը ճանաչում էր Լեռնային Ղարաբաղի։ Եվ սա պիտի հասցվեր իր տրամաբանական ավարտին։ Կային 6 բանակցային հարցեր կամ տարրեր, ինչպես այնտեղ է կոչվում, բայց արձանագրվում էր, որ խնդիրը պետք է լուծվի 3 հիմնական սկզբունքների հիման վրա, որոնցից մեկը ինքնորոշման իրավունքն էր։ Եվ սա խզվեց, խափանվեց։ Բայց սա չի նշանակում, որ ամեն ինչ վերջացել է։ Որովհետև ով ինչ ուզում է ասի, ով ինչ ուզում է գորգորա, Լեռնային Ղարաբաղը կամ Արցախը։ Ինչու ես հաճախ Լեռնային Ղարաբաղ եմ օգտագործում, որովհետև դրանով է Արցախը հայտնի դրսում։ Եվ մենք այդ անունը պիտի պահպանենք, որովհետև մենք չենք կարող անընդհատ ուղղակի ասել Արցախ, Արցախ, եւ օտար մարդը դա լսելով չհասկանա, որ դա այն խնդրի մասին է, որը իրենց միջավայրում կոչվում է Լեռնային Ղարաբաղի խնդիր։ Հիմա Արցախը Հայաստանի մասն է։ Ես չեմ ուզում պատմական, իրական կամ այլ ինչ-որ ձևակերպումներ տալ Հայաստանին, Հայաստանը Հայաստանն է, Հայաստանը մեր բնօրանն է։ Եվ եթե մենք այդ ամեն ինչը չենք իմանալու, ուրեմն ոչինչ չի լինելու, ոչ մի լավ բան բացարձակապես, բայց եթե մենք հիշելու ենք, եթե մենք հասկանալու ենք, գիտությունն է, որ մեզ օգնելու է հասկանալ, ինչու մենք անհաջողություններ ունեցանք, ինչու 100 տարի հետո 15 թվականի ցեղասպանությունից 100 տարի հետո կամ մոտավորապես 100 տարի հետո նույն կամ շատ նման պատմություն կրկնվեց Արցախում։ Ինչու՞։ Առանց հասկանալու պատճառները, առանց ճիշտ խնդիրները ձևակերպելու, մենք չենք կարող հաջողություն ունենալ։ Ուրեմն, եթե մենք գնանք ճիշտ ճանապարհով, բայց դա իսկապես մեծ խնդիր է, որի մասին արդեն խոսեցինք, գիտության, կրթության, որակյալ, հիմնավոր գիտության ու կրթության ձևավորումը, այդ ժամանակ ամեն հարց էլ կլուծվի։ Հայաստանը կլինի հզոր եւ արժանապատիվ կյանքով ապրող բնակչություն ունեցող երկիր։ Մենք կկարողանանք հետ բերել Լեռնային Ղարաբաղը, Արցախը։ Այո, ես վստահ եմ, կարող եմ ապացուցել ցանկացած մեկին, որ այսօր էլ նորմալ, ճիշտ աշխատանքով կարելի է դրան հասնել։ Սա իրականություն է եւ սա ունի գիտական հիմնավորում։ Եթե որևէ մեկը կասկած ունի, ուրեմն պիտի բերի գիտական հիմքեր, փաստեր, դա ժխտող։ Իրականում այդպիսի բան չկա։ Նրանք, ովքեր դա ժխտում են, զբաղվում են պրիմիտիվ քարոզչությամբ։ Անհայտ է թե ում ինչ գաղափարների։ Չնայած միգուցե եւ հայտնի է։ Պարոն Թորոսյան, անչափ կարևոր թեմա է եւ ես ձեզ մեջ շնորհակալություն եմ ուզում հայտնել շատ անհրաժեշտ հիմնարար շեշտադրումների համար։ Ես խորապես համոզված եմ, որ ձեր կողմից արտահայտված բոլոր այս գաղափարները շատ օգտակար են լինելու թե քաղաքագիտություն ուսումնասիրողների եւ թե այս ոլորտի բարձրագույն կրթության կազմակերպիչների համար։ Շատ շնորհակալ եմ։ Ես էլ եմ շնորհակալ։ Հարգելի հեռուստադիտողներ, այսօր այսքանը։ Ցտեսություն։